Գալիք ընտրություն ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Այնց մճճված հարց առաջարկեցիր, որը ես չգիտեմ։ Մեկը քանդեց, մեկը յուրացրեց, մեկը հասկանում եք, դրա համար մոլորվել մնացել ենք, ով որ հայրենիքի համար պատրաստ անգամ կյանքը զոհաբե, որտեղ իմ փոքր տղան գնդապետ էր, աշխատում էր, հասել էր այն անտառներից, այն չոլերից հասել էր մինչև պաշտպանության նախարարություն, մեկ ուրիշի եկավ ծանոթությամբ սրա տեղը վկալավ, թե եթե ուզում ես աշխատես գնա այն ասեց 30 տարի այդտեղ եմ եղել, այդ քարերի մեջ եմ եղել, այդ հողերի մեջ եմ եղել, ինչ էլ որի է ստիպված թոշակավորվեց, դուրս եկավ, այսինքն դառա որ այդտեղից էլ դուրս ես միջազգային ակադեմիայի ակադեմիկոս եմ, որպեսզի փաստը լինի, ես իմ դիպլոմը, ես էլ ակադեմիկոս ստանում եմ 0.25 հաստիք եմ աշխատում, ստանում եմ ընդամենը 45,000 դրամ։ Եմի ես ում գնամ քվեարկեմ ասեք, ակադեմիկոսին տակ 45,000, անգիր գիտենք, որ կանաչ լուսի տակ անցնում ենք, կարմիրի տակ կանգնում ենք, այդ 7-րդ դասանի ավարտածին դրել են, որպեսզի այդ փայտիկը շարժելով ստանա 400,000 դրամ, ինձ էլ տան 46,000։ Ես հլա դեռ մոլորված եմ, չգիտեմ, ում եմ քվեարկելու, երբ որ զգամ, որ մեկը այնտեղ լավերը կան, այն լուսի բանակի տղան, որը լավերը կան։ Մենակ Փաշինյան, ուրիշ տարբերակ չեմ էլ ես։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Ոչ ինչով, իրա գործերով։ Ինչ գործեր է արել։ Ամեն ինչ արել է ժողովրդի համար, Հայաստանի համար։ Մենք այտենց պրեզիդենտ երբեք չենք ունեցել։ Ես ողջունում եմ, այսպես խոնարհվում եմ ու շատ գոհ եմ իր ամեն գործի համար։ Շնորհակալ եմ այդ կուսակցության ու Փաշինյանին։ Ես Հիսուսին եմ ընտրում, ապեր։ Ուրիշ ոչ մեկին։ Ոնց կլինի, ինչ կլինի, մեկը մեր տերն է, ամեն ինչի տերը։ Փաշինյանին։ Դա չեմ որոշել։ Ընտրություն ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Փաշինյանի միայն, Ինչու։ որտեվ ինքը լավն է, ինքի մասին մտածում է, հայ ազգի մասին մտածում է, ամեն ինչ անում է, որ մենք լավ ապրենք, անկախ ապրենք, ոչ մեկից կախված չլինենք։ Ոչ մեկի, բացարձակ։ Ինչու է դա պայմանավորված։ Ես գտնում եմ, որ Հայաստանի ղեկավար լինելը ոչ մեկ արժանի չի դեռ։ Ոչ մեկ չկա։ Մոտ ապագայում ձեզ հնարավոր է այդպիսի մարդ հայտնվի։ Եթե հայտնվի մեծ սիրով, բայց հələ որ ոչ մեկի չեմ տենում, մանավանդ իշխող համակարգին ընդհանրապես չեմ տենում։ Իսկ ինչու։ Որտեվ չարդարացրեցին իրաց։ Աշխարհ ոչ մի բանով չարդարացրեցին։ 18 թվից գնալով մենակ վատացավ։ Կորցրեցինք Արցախ, կորցրեցինք ազգային արժանապատվություն, ամեն ինչ կորցրեցինք։ Ընդդիմադիրների մեջ էլ չեք տեսնում։ Ընդդիմադիրների մեջ դեռ ոչ չեմ տեսնում, ոչ հայրենասիրական մասը, ոչ նախկին իշխանություններից չէ, ոչ մեկին չեմ դնում։ Մենք ամբողջ պատերազմ անցանք, հաղթանակած էինք մենք։ Ամեն ինչ մոռացվեց, ամեն ինչ դավաճանվեց։ Բայց այսօրվա վիճակով ես որպես էստոնացի մարդ ցանկանամ մի բան, Հայաստանին գա մի մարդ, որը սիրում է իր հողը, իր երկիրը ու իր ազգը։ Գիտեք ինչ կա, ոչ մի բան չես առնի փողով, մարդու հոգին, մարդու սիրտը, մարդու տրամադրությունը։ 72 տարեկան մարդ եմ, մինչև այսօր ես պայքար եմ տանում իմ ձևով, ես ոչ մեկի չեմ ենթարկվում, հավատում եմ մարդկանց խոսքերին, Պարոն, այս ներկայացուցիչը, որ գալիս էր, ես հրապարակում պարել եմ այս մարդու գալու համար, ուրախացել եմ, որ կգա, ի վերջո ասե եկավ մի մարդ, որ կարող է ժողովրդին անի ոտի, բայց ցավոք ինչ պատահեց, հիմա ես ոչ թե հիասթափված եմ, ես
հույսով եմ մի բան, որ այս մարդիկ, այս բոլոր այս հասարակ մարդիկ որ կան, չէ, կգա մի օր մեկը կգա կուշտ, որ ամեն ինչ ունի, որ իրան ոչինչ պետք չի, ու վերջապես կմտածի ժողովրդի մասին, թող ժողովուրդը խաղաղ լինի, ես ասում եմ պատերազմ պետք չի, բայց Աստված հեռու տանի, որ ասացի նման սեպտեմբեր ամսին պատերազմ մեզ հրահարեն, մեր նման բիձեքը պատրաստ նստած ենք, այդ դա եմ ցանկանում ես,